նշեցիք, որ ես մի քանի միջնորդություններ եմ արել եւ լրացուցիչ տեղեկատվություն եմ ձեզ տրամադրել, այդ թվում նաեւ Տիկին Աննա Վարդապետյանին, ով պետք է փոխանցել այդ տեղեկատվությունը, այսօր բաց է պատահում, ով ներկայ է գտնվում այս վարույթի շրջանակում։ Հիմա ես նորից դատարանին տեղեկացնեմ, այդ թվում եթե ձեր ղեկավարը ձեզ չի տեղեկացրել Տիկին Աննա Վարդապետյանը, ապա ներկայացնեմ իմ վստահորդի, իմ պաշտպանյալի պատմագրի վերաբերյալ տեղեկատվություն, որը հիմա այս պայքարության բանավոր ամսի 25-ից հետո տեղի ունեցած վերաբերյալ չի արտացվել այս դատական դատավարության ընթացքում նախնական դատական լսումների ժամանակ։ Ուրեմն իմ պաշտպանյալս կալանքի տակ է առնվել հուլիսի 24-ին։ Հուլիսի 24-ին եւ նա վերցվել է կալանքի տակ պարոն Չիչոյանի որոշման հիման վրա, նա տարածել է երիկամային ապավարարություն 4-րդ կարգի, բացի այդ ունեցել է ինսուլտ, ինֆարկտ, գլխի հետ կապված խնդիրներ եւ այլն, որի վերաբերյալ տեղեկանքը ձեզ բոլորիդ հասանելի է, դուրս գրման էպիկրիզն է տրված հանրապետական հիվանդանոցից, իդեպ նաեւ սա հայտարարության տեսքով ասեմ, որ այս ժամանակ սա հունիս ամսվա գրեթե ամբողջ ընթացքն է եւ հունիս եւ հուլիս ամիսներն են, որ այս մարդը գտնվել է այս հիվանդության բուժման մեջ եւ գտնվել է ստացիոնար նաեւ հիվանդանոցում։ Հետևաբար այն ինչ որ իրեն վերագրում են, որ իբրև պատրաստվել են, չգիտեմ ինչ անել, նույնիսկ այս պարագայում նա չէր կարող պատրաստել սա որպես իդիլություն։ Հիմա գնացինք առաջ։ Ես ձեզ ներկայացրել եմ դուրս գրման էպիկրիզ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից, որտեղ գրված է համենայնդեպս այդ մեր հիվանդությունն ես հիմա ներկայացնում ձեզ, բայց բազմաթիվ հիվանդություններով է տարապում իմ վստահորդը, որտեղ նորից երիկամային անբավարարությունը դեռ 4-րդ աստիճան։ Իսկ ես ձեզ արդեն տվել եմ եւ նաեւ ձեր ղեկավարին եմ տվել Տիկին Աննա Վարդապետյանին դուրս գրման էպիկրիզ ամսի 1-ով սեպտեմբերի, որտեղ գրված է սև սպիտակով քրոնիկ երիկամային անբավարարություն տերմինալ փուլ։ Այսինքն իմ վստահորդս, ով պետք է ամսի 1-ին սեպտեմբերի, այսօր արդեն 16-ն է, ստանա դիալիզ, չի ստանում։ Եվ այդ դրանով պայմանավորված իր կյանքին վտանգ է ստանում, որովհետև եթե մարդուն նշանակված է դիալիզ, այսինքն տերմինալ փուլ, որը կառավարության որոշման 53-րդ կետից 18-18-2021 թվականի նոյեմբերի 4-ի կառավարության որոշման 53-րդ կետի, հիմա այդ կետն է ցիտեմ, նաև դատախազի համար, որը դեռ չգիտի, որ այս կետով պետք է առաջնորդի, երիկամային եւ միզածորանների հիվանդություններ, քրոնիկ երիկամային անբավարարություն, տերմինալ փուլ։ Այս սա կառավարության որոշման անհամատեղելի է եւ կալանքի հետ։ Եվ նաեւ հետագա պատժի կրման ժամանակ արդեն դատապարտված կալանավորի պատժի կրման հետ այս հիվանդությունը անհամատեղելի է։ Իմ պաշտպանյալս ես տեսեք ասում եմ պետք է միջնորդություն ներկայացնի դատապարտյալների հիվանդանոցը։ Ուրեմն բացարձակ անտերություն է դատապարտյալների հիվանդանոցում։ Այս մարդը կներեք օգտվում էր մինչև շաբաթ օրը թուրքական տուալետից, որը հնարավոր չէ այս կարգի մարդու համար նման հիգիենայի պայմանները սպասարկելը, որովհետև նա պետք է ունենա համապատասխան բռնվելու տեղ, նստելու տեղ եւ այլն։ Մինչև շաբաթ օրը այդ պայմաններից էր օգտվում։ Դատապարտյալների հիվանդանոցը ստեղծված է բոլոր այս էպիկրիզների մեջ դուրս գրման։ Ինչ խորհուրդներ է տրված, ինչ պետք է արվի։ Ամսի 28-ից առնվազն մինչև երեք որ խնդրել եմ, որ մի հատ արեք գոնե անալիզ։ Էլի իսատ է արված, ամբողջ հետազոտությունը չկա, կրեատինինը բարձր է։ Այսինքն անընդհատ այն անալիզները, որը ես ունեմ, որը ունեցել եմ, ինքը պարբերաբար է կրեատինինը բարձրանում, այսինքն մարդուն պետք հասնում է նրան, որպեսզի խեղդեն։ Միակը կբարձրանա եւ մարդը կոմայից դուրս չի գա։ Այս վիճակի մեջ ենք մենք հիմա գտնվում։ Եվ այս բոլոր փաստաթղթերը ես փոխանցել եմ եւ ձեզ, եւ ձեր ղեկավարությանը։ Եթե դուք չունեք, ես հիմա նորից եմ ցույցում։ Այս վերջի փաստաթղթն է, որը իրեն տեղափոխել են ձեր նիստից հետո, ամսի 25-ի նիստից հետո։ Ամսի
27-ին տեղափոխել են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, արել են վիրահատություն, ձեռքին դրել են այդ ֆիստուլա, բայց դրանից հետո ոչ մի բան, մի հատ վիրակապ են փոխել եւ արել են մի հատ հետազոտություն, երեք իմ խնդրանքով արյան հետազոտություն է արվել։ Այսինքն մենք ունենք առնվազն ամսի 1-ից դիագնոզ տերմինալ փուլ դիագնոզի կարիք ունեցող հիվանդ, բայց չունենք դրա դիմաց բուժում։ Այսինքն դատապարտյալների հիվանդանոցը դա 5 աստղանի հյուրանոց չէ։ Շատ եմ ցավում, բայց Կարեն Ագրասյանը, ասեմ դե դուք եք նաև տեղյակ, ձեզ եմ տեղեկացրել, որ հիմա գործը հրատապ միջոց ձեռնարկելու խնդրանքով գտնվում է մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Եվրոպական դատարանը այս ամբողջի հետ մի հատ է հնարավորություն տվել, մինչև վաղը, տեսնենք ինչ են անում այս մարդիկ, այս մարդու առողջությունը բարելավելու համար։ Ասում եմ ոչինչ չեն անում։ Հիմա դատապարտյալների հիվանդանոցում հակակալյում դեղամիջոց գոյություն չունի, ինձանից եմ ուզել։ Ինչու չունի հարցրեց, ինչու չէ, որովհետև գնումների մասին օրենքով մենք դա չենք գնում, որովհետև նման ծանոթ հիվանդների մենք չենք ընդունում, որպեսզի այդ հակակալյումները իրանք տրամադրեն։ Այսինքն ոչ դիալիզ են տրամադրում, ինչի չեն տրամադրում, որովհետև դիալիզը օրը մեջ պետք է այս մարդուն այսքան ոստիկանով տանեն դիալիզի կենտրոն, այնտեղ դիալիզը ստանա, սպասեն, կարողա չգիտեմ ես ծանոթ չեմ այդ պայմաններին, որ դիալիզ են անում, հետո ինչ ա լինում, 4 ժամ պետք է այդ մարդը սպասեն, հետո հետ բերեն, իսկ արդյոք դատապարտյալների հիվանդանոցում տես դիալիզի հնարավորություններ չկան, նույնիսկ նեֆրոլոգ չունի։